Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը կարծես ավարտին է մոտենում։ Երկրները համաձայնել են փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որի միջոցառումը նախատեսված է ուրբաթ, հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Պայմանավորվածության մասին հայտնել են Միացյալ Նահանգներն ու Իրանը որպես հակամարտող կողմեր, ինչպես նաև Պակիստանը, որն ամենաակտիվ միջնորդն էր։ Համաձայնությունը դժվար է թերագնահատել, հատկապես հաշվի առնելով փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված պատերազմի ծավալներն ու հյուծիչ ընթացքը։ Սկզբում սպանվեցին Իրանի ռազմաքաղաքական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում հոգևոր առաջնորդը, որից հետո սկսվեց ծանր տարածաշրջանային պատերազմ ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների ընդգրկմամբ։ Սակայն պատերազմի տրամաբանությունը փոխեց Հորմուզի նեղուցի ճգնաժամը։ Սկզբում Իրանը սահմանափակեց ծոցի արաբական երկրների շարժը նեղուցով, ապա նույնը արեց Միացյալ Նահանգները Իրանի դեմ քայլերով։ Հորմուզի նեղուցը ծոցի երկրների նավթի միակ արդյունավետ ուղին է դեպի համաշխարհային շուկաներ, որտեղով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 5/7 մասը։ Եվ հիմա Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախատեսվող հուշագիրը նախատեսում է հարթել վերոնշյալ հարցերը և ամրագրել երկու հիմնական լուծում՝ հասնել կայուն հրադադարի, այդ թվում Լիբանանում, և բացել Հորմուզի նեղուցը։ Եթե Իրանի համար առանցքային են համաձայնության երկու հարցերն էլ, ապա հավաքական Արևմուտքի համար, որը տնտեսական մեծ գին էր վճարում Հորմուզի փակ լինելու հետևանքով, ամենակարևորը թերևս նեղուցի բացումն է։ Այդ է պատճառը, որ Միացյալ Նահանգների նախագահն ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ողջունելով համաձայնությունը, շեշտել են Հորմուզի նեղուցի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունը։ Շնորհավորում եմ բոլորին, Իրանի հետ համաձայնությունն ավարտվել է։ Ես լիազորում եմ Հորմուզի նեղուցի բացումն ու ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը։ Աշխարհի նավեր, գործարկեք ձեր շարժիչները, թող հոսի նավթը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հանձնառությունը դեռ չի լուծում կողմերի ամենակարևոր հարցերը, այլ միայն դուռ է բացում ավելի մեծ համաձայնությունների համար։ Իրано-ամերիկյան այս համաձայնությունը ավելի շատ վերաբերում է պատերազմի ժամանակ առաջացած կարևոր խնդիրների հաղթահարմանը, բայց դրանք դեռ չեն լուծում երկու երկրների միջև եղած և կուտակված մի շարք առանցքային հարցեր։ Անորոշ է Իրանի միջուկային հարցը, Հորմուզի նեղուցի վերահսկողության ապագան և պատժամիջոցների խնդիրը, որոնց մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն կողմերը անդրադառնալու են հունիսի 19-ի ստորագրումից հետո։ Իսկ մինչև այդ Ամերիկան ու Իրանը շարունակում են խորհրդապահություն պահպանել այդ հարցերի շուրջ և հայտնի չէ, թե որքանով են հասել համաձայնության։ Անշուշտ, Իրանի միջուկային ծրագիրը ամենակարևոր խնդիրն է Միացյալ Նահանգներ-Իրան կապերում, որի արմատները հասնում են իսլամական հեղափոխություն։ Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, սակայն անորոշ է մնում հարցը, արդյոք Իրանը կարողանալու է ուրան հարստացնել, թե ոչ։ 2015-ի միջուկային համաձայնությամբ Իրանին թույլատրվել էր 3,67%-ից ոչ ավելի քանակով ուրան հարստացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարում ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնությունից, անթույլատրելի համարելով Բարաք Օբամայի վարչակազմի մասնակցությամբ համաձայնությունը։ Արդյունքում Իրանը էականորեն զարգացրեց միջուկային ծրագիրը ուրանի հարստացումը հասցնելով ընդհուպ 60%-ի։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ Դոնալդ Թրամփը ձգտելու է գերազանցել նախորդ միջուկային համաձայնության ցուցանիշները Իրանի հետ, որն այժմ ավելի ուժեղ է, քան նախկինում։